Իսակ։ Եվրոպայի ռեկորդ Դավիթ Սուրենի Գրիգորյան Նստի ես եմ, որ պահես հեսա ես էլ եմ եթալի։ Որ բաննի գաս այստե է, պահես, որ ես էլ եմ եթալի, էլի։ Աշոտ Արթուրի Անտոնյան, առաջին տեղ, մերձափոխությունները։ Սամ, որ կոմով ես ելնելու։ Այսենց, դու արի ես հետ եմ ես։ Եվրոպայի ռեկորդ Բարոս Արկուշի Բարդանյան, մերձափոխությունները։ Էդիկ Մհերի Խաչատրյան, առաջին։ Թող, այսենց։ Նենց հարա նայի, այսենց կսած էին անսաղ։ Ժոզեֆ Արմանի Տիգրանյան, առաջին տեղ։ Ույր պահի։ Առաջին ստակ ու կողը։ Ավետիսյան, առաջին տեղ։ Թաղատ Գաբար։ Առաջին այն ապիեք կողը։ Սպիտակից Վահե Վահրամի Աբիցարյան, մերձափոխությունները։ Էջմիածնից Միշա Արթուրի Խաչատրյան։ Քաղաք Թալին Ռուբեն Հարությունի Հովանիսյան։ Ավայրու։ Թալինից Սամվել Անդրանիկի Անանյան։ Քաղաք Թալին Եվրոպայի ռեկորդ Սիփան Սևակի Խաչատրյան։ Եվ իհարկե մեծագույն ծափողություններ, հրավառություն, որովհետև այս հզորների թիկունքին նրանց հետ միասին Եվրոպան թնդացրեց Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Վաչիկի Սամոյան։ Եվ մինչ Ռոման Սաֆարյան Եվ մինչ ահա այս համեստագույն թիմը տեսնում եք համեստ ղեկավարում Եվ մինչ այս համեստագույնները օդանավակայանում այսպես հանգիստ իրար գլխի հավաքված Հայաստան էին գալիս, նրանց Հայաստանում սպասվում էր հրաշալի մի անակնկալ։ Այդ անակնկալը կարծես թե մտքներից ծայրով այսպես անցնում էր, բայց 30 եւ ավել տարիներ շարունակ Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան եւ նրա հավաքականը, ով աշխարհում ծածանում է հայոց եռագույնը եւ հնչեցնում Հայաստանի Հանրապետության օրհներգը տանը, իր տանը ուղակի այդ նուրբ ուշադրությունից երեք ուղակի ցնցված եւ հուզված էինք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային ժողովի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ պարոն Ալեն Սիմոնյանին, ում աչքից չվրիպեց այս նուրբ հզորների, այս համեստ հզորների, այս հրաշք մարդկանց ներկայությունը
Հայաստանի Հանրապետության կյանքում։ Մենք նրան երեք զարմացրել ենք մեր ձեռքբերումներով, մեր ռեկորդներով, մեր մեդալներով, մեր այսպիսի հզորագույն համեստությամբ։ Ես ուզում եմ ծափահարենք Եվս մեկ անգամ ասենք շնորհակալություն այս հրաշալի ներկայության համար մեր կյանքում պարոն Սարոյան եւ պիտի խնդրեմ մեր բոլոր փոխնախագահներին, որ ուղղակի համալրեն այն շարքերը, որ այդ հրավերը ազգային ժողովի կողմից մենք ունեցել ենք ընդհանրապես Լեհաստան մեկնած մարզիկների եւ մարզչի կողմից, բայց թիկունքում ահա այսպիսի մեծ աշխատանք է։ Համեցեք, ես ուզում եմ հենց հիմա, որպես հավաստիացում Հայաստանի Հանրապետության ուժեղացման և հզորացման, այն որ մենք ասացինք, որ մենք ունենք մի հրաշալի կարգախոս, որ ասում ենք այսօրվա մարզիկը մեր վաղվա զինվորն է, եթե ուժեղ է մեր մարզիկը, ապա ուժեղ է մեր բանակը, և եթե ուժեղ է մեր բանակը, ապա մենք կասկած չունենք, որ ուժեղ է Հայաստանի Հանրապետության սահմանները, եկեք ծափահարենք ուժեղագույն Հայաստանի Հանրապետության պաուերլիֆտինգի ֆեդերացիային իր բոլոր անդամներով և մարզիչներով։ Ես ուզում եմ շնորհակալ լինել ձեզ սիրելի մարզիչներ ու մարզիկներ, որովհետև երկիր ու աշխարհ ձեզանով է մեզ ճանաչում, մեր ծափողջունները և հնչում է Հայաստանի Հանրապետության օրներ գնացինք։ Չենք ծրվում, ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ մեր աշխատանքը աննկատ չի մնում և բավական մեծ ուշադրություն է դարձնում նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Ես ուզում եմ սիրով այստեղ հրավիրել մի հետևող աչքի, ով մեզ քաղցր աչքով է նայում, ով մեզ այսպես առանձնացնում է բոլոր աշխատանքներում, ով կարողանում է կարևորել Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի լրջագույն աշխատանքը։ Մի հատ նայեք ինչ հզոր թիկունք ունեմ, տեսեք ինչ անուշ, համեստ և ուժեղագույններ։ Եվ այստեղ սիրով ուզում եմ հրավիրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
աշխատանքից, սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանին մեր ծափողջունները։ Սիրելի մարզիկներ, սիրելի հարազատներ, մարզիչներ, սիրելի ֆեդերացիայի ղեկավարություն, պարոն Սարոյան, իրոք ֆեդերացիան մեծ աշխատանք է կանում մարզաձևի զարգացման գործում։ Այս աշխատանքները իրոք երևում է տարեցտարի իր մարզաձևի զարգացումը, որի իր արգասիքներն արդեն իսկ տալիս մեր մարզաձևի զարգացման գործում։ Նախ իրոք ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, սկսած այն նոր սկսվող մարզիկից, մինչև հենց հանձինս ձեզ, որը ջանք ու երանգ չի խնայում ամեն օր ու գիշեր բոլորի հետ աշխատելով։ Դա է աշխատանքը, որպեսզի մարզաձևը զարգանա հանուն մեր երկրի, մեր մարզիկների, մեր երկրի ապագայի։ Շնորհակալություն, բրավո ձեզ, բրավո բոլորին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, շնորհակալ եմ պարոն Սեդրակյան եւ շնորհակալ լինելով երեկվա մեր հյուրընկալությունից ազգային ժողովի նախագահ պարոն Ալեն Սիմոնյանի կողմից մենք հրավեր ընդունեցինք, որը իսկապես մեր կատարած աշխատանքների իրենց համար գուցե ինչ-որտեղ նաև բացահայտում էր, անակնկալ էր եւ պարզապես զարմացած էին ահա այս հզորների համեստությամբ, ինչում ես ամեն օր եմ զարմանում եւ շեշտում։ Ուզում եմ խնդրել մեր օպերատորին, որպեսզի մեր 4-րդ տեսանյութը տեղադրի էկրանին։ Ուզում եմ միասին տեսնենք, թե ինչպես ներկայացրեցին երեկվա մեր հանդիպումը։ Եթե պատրաստ չի, ոչինչ ուզում էի կանգնած հետևեին, բայց խնդրում եմ, այո, նստեք, շնորհակալություն։ Ես հիմա պիտի խնդրեմ ուղղակի մեր ուրախ պահը միացնենք մեր աշխատանքային